քաղաքական բնույթի խոշոր տարաձայնություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այլևս չկան։ Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, տեքստը համաձայնեցված է։ Եվ ամենայն հավանականությամբ 26 թվականի ընթացքում մենք կտեսնենք այդ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Կոմունիկացիաների մասով հայ-ամերիկյան բանակցությունները ընթանում են եւ նորից 26 թվականի ընթացքում մենք ամենայն հավանականությամբ կտեսնենք դրանց արդյունքները եւ կսկսվի շինարարությունը այլևս TRIP-ի։ Դելիմիտացիա դեմարկացիայի մասով ուրեմն ամբողջ փաստաթղթաբանությունը տնային աշխատանքը, այսպես ասենք, արված է, մնում է որ դա հողի վրա սկսի, ինչի իմ կանխատեսմամբ նորից 26 թվականի ընթացքում մենք կտեսնենք։ Իհարկե կա հումանիտար բնույթի հարց, դա ռազմագերիների հարցն է մեզ համար, իրենց համար օրինակ ԵՄ շարունակում է բավականին ակտուալ մնալ իրենց հազարավոր իրենց ձևակերպման առնվազն անհետ կորած անձանց ճակատագիրը, այսինքն կողմերի միջև դեռևս բնականաբար կան հումանիտար բնույթի հարցեր, երբ որ ես ասում եմ, որ տարաձայնություններ չկան, ես նկատի ունեմ բնականաբար քաղաքական բնույթի տարաձայնություններ։ Այստեղ քննարկելու բան չկա, այդ մարդիկ պետք է վերադառնան Հայաստան բնականաբար։ Բայց այս փոփոխությունը իրան դժվար էր պատկերացնել 25 թվականի մեկնարկին։ Այ պատկերացնել, որ բոլոր հարցերի, քաղաքական հարցերի շուրջ կլինի որոշակի, եթե չասենք անգամ լիակատար համաձայնություն, ապա փոխըմբռնում եւ միևնույն ուղղությամբ իրար հետ նայելու հնարավորություն, դա ահռելի փոփոխություն է։